Ողջունում ենք ձեզ եւ մեր խորին շնորհակալությունը հայտնում, որ այսօր այս դահլիճում մեզ հետ եք։ Համահայկական սենատի մտավորականների ֆորումի հայտարարությունը։ Հայաստանի վերջին 100-ամյա պատմության մեջ այսօրվա իրավիճակը իր բովանդակությամբ, ծավալներով եւ հետևանքներով կրկնում է 1918-1921 թվի ազգային բոլոր անկումները եւ տխուր սովորույթը։ Արդեն մեկ տասնամյակից ավել Հայաստանի մտավորականների ֆորումը մեր հասարակության ծանր օրերին վերցրել է պատասխանատվություն եւ հանդես է գալիս հասարակական համերաշխություն ապավելու դիրքերից։ Լեգիտիմ ճանապարհով ձևավորված իշխանությունների ծայրահեղ անհաջողությունների, սխալների եւ բազմաթիվ կորուստների հետևանքով հայ աշխարհասփյուր հասարակությունը գործնական ելքեր է փնտրում։ Ելներով վերոնշալից Մտավորականների ֆորումը 21 թվականի հունվարի 21-ին հանդիպեց Հ. վարչապետի հետ, որպես ճգնաժամը առաջացրած կողմի առաջարկելով ընդունել Մտավորականների ֆորումի ճանապարհային քարտեզը, գալ ընդհանուր համաձայնության, ինչի արդյունքում հնարավոր լինի Հայաստանի Հանրապետությունում արտահայտ ընտրությունների միջոցով դուրս գալ ճգնաժամից եւ վերականգնել երկրի կյանքի բնականոն ընթացքը։ Խոսելով այս մասին Հ. վարչապետի հետ մտավորականների ֆորումը հաշվի էր առել, որ երկիրը ենթարկվել է ծանր վայրի վերումների, բնորանի զգալի հատվածների կորստի, հետևաբար ստեղծված իրավիճակի ախտարումը հնարավոր է միայն ազգային համերաշխության եւ միասնականության պայմաններում։ Ցավոք սրտի, մտավորականների ֆորումի եւ ՀՀ վարչապետի հանդիպումը ցանկալի արդյունք չտվեց։ Իսկ հանրության մեջ ներքին երբեղկումը շարունակվեց, ձեռք բերելով ավելի վտանգավոր եւ ծայրահեղ ձևեր։ Իշխանության եւ ընդդիմության միջև ստեղծված գերլարումը անհնար է դարձնում երկրում դրական զարգացումները եւ հանրության բնականոն կյանքը վերականգնելուն ուղղված բոլոր ջանքերը։ 2020 թվականի նոյեմբերին տխրահարցակ երկկողմ հայտարարության հիմքի վրա անհանդուրժելի զիջումների շարունակական պրակտիկային կարելի է վերջ տալ միայն ազգային շահերին հետամուտ իշխանություն ձևավորելով։ Հայաստանի մտավորականների ֆորումի ավականին ողջունում է Միացյալ Հայաստան կուսակցություն ստեղծելու նախաձեռնողներին եւ ներկաներին։ Բոլոր ներկաներս վստահ ենք, որ Միացյալ Հայաստան կուսակցությունը միավորելու է արտերկրի եւ Հայաստանի ուժերը հանուն Միացյալ Հայաստանի կերտմանը։ Ավականու անդամներ Արման Ավասարդյան, արտակարգ եւ լիազոր դեսպան, Լենսեր Աղալովյան, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ալեքսանդր Մանասյան, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Վարդան Խաչատրյան, փիլիսոփա կրոնագետ, Գառնիկ Մարգարյան, պաշտոնաթող գնդապետ, Արամ Մկրտչյան, Արևմտյան Հայաստանի վտարանդին կառավարության վարչապետ, Ազատ Սարգսյան, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող։ Շնորհակալություն։ Մենք մի շարք երկրներից ունենք վիդեո ուղերձներ, իրանք բավականին մեծ քանակի էին, բայց ընտրել ենք սուբյեկտիվ ուղղակի 4 ռեգլամենտից եւ ժամանակից ելնելով, եւ ես խնդրում եմ էկրանին միացնել առաջի ուղերձը ԱՄՆ-ից։ Ողջույններ եմ հղում համագումարի մասնակիցներին։ Հարգելի տիկնակ եւ պարոնակ, այսպիսի համագումարների խնդիրը, իմ կարծիքով, պետք է լինի հետապնդել հայ ազգի պահանջատիրության խնդիրները։ 27 տարի առաջ մեր ազատագրած տարածքներից մնացել է մի փոքր հողակտոր, որի համար շատերն անհանգստացած են, թե ինչպես պետք է պահպանել։ Իմ առաջարկն է ոչ թե պահպանել, այլ վերադարձնել տարածքները, հարձակվելով դիվանագիտական ճանապարհներով։ Անհրաժեշտ է Սփյուռքում կազմավորել համահայկական վերնախորհուրդ, սենատ, որը կզբաղվի Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերություններով։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն ցանկանում, չեն կարողանում կամ իրենց չեն թողնում, որ զբաղվեն պահանջատիրությամբ։ Վերնախորհրդի պատգամավորներ ընտրելով Սփյուռքում գործող բոլոր կազմակերպություններից, առավելապես ոչ կուսակցական, կստեղծենք մի մարմին, որը կզբաղվի պահանջատիրության հարցերով։
Սփյուռքի նկատմամբ դժվար է ճնշումներ կիրառել։ Սփյուռքն է գործել իր հայրենիքը, ուրեմն Սփյուռքն էլ պետք է զբաղվի պահանջատիրությամբ։ Գլխավոր նպատակն է կենսագործել Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը։ Իսկ Ռուսաստանի Դաշնության հայկական Սփյուռքի խնդիրն է աշխատանքներ տանել, որպեսզի ոչինչ համարվեն ռուս-թուրքական անօրինական բանակները եւ 1921 թվականի հուլիսի 4-ից 5-ը կայացրած Կաբիրեի կուսակցական որոշումը։ Ռուսաստանի Դաշնությունն է հարավային Կովկասի քաղաքական հարցերը կարգավորում։ Ուրեմն անհրաժեշտ է աշխատանքներ տանել Ռուսաստանի Դաշնության կառավարության, հատկապես Պուտինի հետ։ Հարկավոր է հավատալ, պայքարել եւ հաղթել։ Հաջողություն ձեզ։ Շնորհակալություն։ Վերջերս մի քիչ COVID-ը եւ պանդեմիան որակի վրա ազդում է ձայնագրումների, բայց ոչինչ, կարևորը մենք այն ունենք։ Նույն թղթապանակի մեջ ձեզ բոլորիդ մոտ կա Միացյալ Հայաստան կուսակցության ծրագրային թեզեր, հիմնադրույթներ։ Դա ուղղակի թեզերի տեսքով է, իհարկե հիմնական ծրագիրը ներկայացվելու է ավելի ուշ, եւ մենք այդ ծրագրային թեզերի հիմնադրույթները ձեզ հետ պետք է կամ ընդունենք, կամ մերժենք, չընդունենք եւ պետք է նորից քվեարկենք, խնդրում եմ, ով կողմ է, թող բարձրացնի մանդատը։ Շնորհակալություն։ Դեմ ձեռնպա նորից անցավ միանձայն։ Շնորհակալություն։ Հաջորդ վիդեոուղերձը կլինի Ռուսաստանի Դաշնությունից։ Խնդրում եմ էկրանի վրա միացնել։ Я поздравляю съезд, поздравляю коллегию, поздравляю всех ребят, которые участвовали в этих событиях. И мы используем весь ресурс, который только возможно использовать на территории Российской Федерации. Будем участвовать, чтобы поменять мировоззрение, поменять элиту армянскую, политическую, экономическую, военную, потому что она показала свою недееспособность. Будем участвовать в политической интеграции, в политических выборах. И я, как президент Международной общественной организации Военно-патриотический блок «Гвардейская звезда», полностью придерживаюсь этих нормативных взглядов. И наша политическая доктрина, чтобы все армяне во всем мире чувствовали, что Республика Армения – это их дом. Спасибо за внимание. Всех благ и благополучия во всем. Շնորհակալություն։ Հարգելի տիկնայք եւ պարոնայք, Միացյալ Հայաստանի համագումարի հարգելի մասնակիցներ, Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիայի անունից ողջունում եմ համագումարի նախաձեռնողներին եւ մասնակիցներին։ Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիան 2016 թվականից գրանցված է ԱՄՆ-ում, գործում է Հայաստանում եւ Եվրոմիությունում։ Բարեկամներ, պատմությունը ցույց տվեց, որ հայը հաղթահարում է ժամանակը եւ տարածությունը եւ ամենավճռական պահին պատրաստ կանգնում է իր երկրի կողքին։ Աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ պատրաստ է մասնակցել եւ գիտատեխնիկական, տնտեսական ներդրումներ կատարել Հայաստան պետության զարգացման հիմքում։ Հաստատուն պետություն եւ պետական ազգային համակարգ ունենալու համար անհրաժեշտ է ազգային գաղափարախոսություն։ Հայաստան պետության ազգային գաղափարախոսության հիմնասյուներն են հայոց լեզուն, հայ մշակույթը, հայկյան քրիստոնեական հավատն ու առաքելական եկեղեցին։ Մենք հազարամյակի ընթացքում կորցրել ենք հայկյան տարածքային ամբողջականությունը, մշակութային արժեքները, միաժամանակ պատմագրությունը, հավատը։ Այսօր մենք ժառանգել ենք մեր պատմագրության բեկորները։ Մենք պետք է վերակառուցենք եւ վերականգնենք մեր ունեցածը։ Մեր պատմագրությունը բազմիցս է վերաշարադրվել եւ կեղծվել տարբեր ժողովուրդների ու պետությունների կողմից։ Մենք հայ ենք, արմեններ թե հայեր, Արմենիա թե Հայաստան։ Մշտական բանավեճի խնդրին պատասխանեմ, երկուսն էլ, հայ արաման, արման հայա,
Հայ Արամ։ Այս անունները Հայկ Նահապետի, նրա Արամ և մանավազ զավակների անուններն են, որոնք ամրագրված են Հայկյան Եգիպտոսի, Սուբարի, Շումուշու Շումերի, Էլամի, Արարատյան թագավորության Մաննա երկրի, Պարսկաստանի Բեհիստոնի արձանագրություններում, նաև 5 կտակարանում։ Հայը մնացել է գենետիկապես նույնը, ունի բարձրագույն մտածելակերպ, ուրույն մշակութային գանձարան, լեզու, հավատ, կրոն, պետություն։ Մենք ողջունում ենք Միացյալ Հայաստան կուսակցության գաղափարը և պատրաստ ենք սատարելու բոլոր այն ծրագրերը, որոնք միտված են ամրացնելու և զարգացնելու բարձր կրթական և ակադեմիական համակարգը Հայաստանում, վերահաստատելու հայկյան բարձր արժեքները։ Մենք ունենք ևս հետաքրքիր ուղերձ, ուղերձի հեղինակն է Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության վարչապետ Արամ Մկրտչյանը։ Խնդրում եմ միացնել էկրանի վրա։ Հարգելի համագումարի մասնակիցներ, տիկնակ և պարոնայք, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը ողջունում է համագումարի նախաձեռնողներին և մասնակիցներին։ Արտերկրում ապրող յուրաքանչյուր հայ 100 տարի շարունակ սրտի թրթիռով սպասում է Հայաստանի քաղաքական դաշտում ազգակենտրոն նոր կառույցի բյուրեղացմանը։ Հաշվի առնելով 1912, 1920, 1921, 1990, 1991-ից 2020 թվականների անցած ճանապարհը և ռազմաքաղաքական դառը իրողությունները պարտավոր ենք իրավաքաղաքական և գիտատեխնիկական նոր շունչ տալ Հայաստանին, համադրելով Հայաստանի և արտերկրի հայության բոլոր ռեսուրսները։ Այլևս պատմական, քաղաքական և հասարակագիտական խեղաթյուրում կլինի շարունակել ապրել այն զգացումով, որ արտերկրում 3 անգամ ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Ես հավատում եմ, որ Միացյալ Հայաստան կուսակցությունը կդառնա այն կենսական բյուրեղը, որի միջոցով արտերկրի և Հայաստանի հայությունը կստանա բավարար քանակությամբ էներգիա և իրապես կյանքի կոչի Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերի ընդունած Միացյալ Հայաստանի անկախության ակտը արված 1919 թվականի մայիսի 28-ին Երևանում։ Արտերկրի և Հայաստանի հայությունը պարտավոր է միասնաբար կառուցել սոցիալապես պաշտպանված հասարակություն, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած տնտեսություն և քվանտային տեխնիկայով զինված զորքեր։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ նախաձեռնողներին, համագումարի և մասնակիցներին։ Ի գործ, իմ հայրենակիցներ։ Վարչապետից առաջ չի կարող ընկնել, ես դաշտոնապես շնորհավորեմ պարոն Գարվերդյանին, բայց գիտեք, ես մի փոքր պրոտոկոլից հեռվանամ այս պահին, էլի, ներողություն չգիտեմ ճիշտ եմ անում թե սխալ, բայց ես